Թող փառավորվի Հիսուսը մեր մեջ ու մեր միջոցով։ Իհարկե մենք է շնորհակալ եղնենք ժողովուրդ ջան, որ մեր շապատել Տերը մեզի պահեց ծերի, ես կուզեմ ես բառը շեշտեմ, ծերի, կարող է մենք շատ բաների համար փող կծախսենք, բայց կյանքի ամենակարևոր ու ամենաթանկ բանի համար փող չենք ծախսել, որը Աստված մեզի ծերի կուտա, կյանք կոչվածն է։ Այս օր մենք կշնչենք, իրապապանությունն որ մենք գիշերը կքնենք, բայց ինքը մեզի կպահե։ Ու այսօրվա առավոտը, որ ինքը որպես նվեր, ես այդպես կհասկանամ, որպես նվեր այսօրվա օրը նորից մեզի նվիրեց, որ մենք ինչ ենք, որ մենք ապրենք ու մեր ադաբրած կյանքի մեջ իրան գտնենք, իրա մեջ հաստատվենք, փորձենք իրա խոսքի, իրա կամքի մեջ մնանք, մինչև իրա հետ հանդիպենք, թող Տերը փառավորվի։ Ու մեզնից ինչ կմնա, ժողովուրդ ջան, իրոք սրդանց շնորհակալ եղնել Աստծուց, ինչի համասին այսօր առաքյալը շատ խորն էր բացվե իրանես մասին, ինքը մեզի կգրե երկրորդ Կորինթացիների թղթից 9-րդ գլուխ վերջի համարն է 15 համար եւ շնորհակալ լինենք Աստծուց նրա անպատմելի պարգևի համար։ Ես կուզենայի այս նախադասության մեջ 3 բառ առանձնացնենք, մեկ կարճ ու մենք աղոթքով կսկսենք այսօրվա պաշտամունքը։ Շնորհակալություն, Աստված եւ անպատվելի պարգև։ Այսօր իրոք մենք շատ անգամ շնորհակալ կեղնենք մարդկանցից, ինչի համար։ Կգնահատենք իրանց կողմից վերաբերմունք, գործողություն, նվեր եւ այլ, չխորանամ ես մաս։ Այսինքն շնորհակալությունը կարտահայտի մեր գնահատականը տվյալ իրողության մեջ։ Բայց ըստ ավետարանի նաև շնորհակալությունը շնորհք ընկալելն է, այսինքն եթե ես, ուզեմ նաև ինչ միտքը բացատրեմ, եթե ես ու դու մենք տվյալ պահին կգոհանանք, շնորհակալ կեղնենք, այսինքն կգնահատենք այդ վերաբերմունքը, այդ գործը, այդ չգիտեմ, այդ օգնությունը, չգիտեմ, ինչ կուզենք նայենք, կյանքի տարբեր ուղղություններից, այսինքն մենք կդիկ որպես շնորհք կընկալենք, ու ինչ պտենենք, արածը նորից ինչ պտենենք, պտի հետ տանք։ Աստված իր սերը մեզի տվեց, որ մենք այդ սերը ում տանք, իրան տանք, Աստված սպես եմ, սիրո կարիք չունի, ինքը սեր է, բայց այդ սերը երբ որ մեզի կուտա, մենք հետ տալ ինչը կնշանակի, կնշանակի որ իրա պատվիրանների մեջ մնանք, մենք է սիրենք, Հիսուս նսավ, եթե ընձի կսիրեք, ուրեմն ինչ կենեք, իմ պատվիրաններս կպահենք, թող Տերը օգնե մեզի, որ մենք իրոք շնորհակալ եղնենք, ոչ թե այն ժամանակ որ մեր մոտ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, նաև այն ժամանակ, երբ որ իրոք դժվարություն է, նեղություն է, հավատանք որ առանց իր գիտության մեր կյանքի մեջ հեչ բան չի տեղի ունենա, ինչ էլ որ կտեղի ունենա, նեղություն, դժվարություն, հիվանդություն, փորձություն, վիշտ, կորուստ, այդ ամենի մեջ Տերը փառավորվելու կարիք ունի մեր կողմից, իսկ գնահատականը մենք պետք է տանք։ Երկրորդ բառը Աստվածներ, որ իրոք ինքն է սկիզբը, այսինքն այս խոսքի շարունակությունը կուկա։ Մենք շատ անգամ իրոք կդժվարանանք, ինչի սպես եղավ, սպես օրեղներ, սպես չեր եղնի եւ այլ, բայց Աստծո խոսքը բացարձակ ճշմարտություն է ու փոփոխման ենթակա չէ։ Խոսքը գսե ինչ, ամեն բան նրանով եղավ եւ առանց նրան ոչինչ չեղավ։ Նույնիսկ ոչնչություն, որ իրանից ոչինչ չի ներկայացնի, այդ էլ պետք է իրանով եղնի։ Ուրեմն
Թող Աստված մեր մեջ բարձրանա։ Մեր նեսը հաստատ է գոհացող սիրտը, որ մենք շնորհակալ եղնենք։ Եվ երրորդը գսե անպատմելի պարգև։ Ինչի մասին է խոսքը։ Հիսուսի ժողովուրդ ջան։ Մենք կնանք պատմենք ընկան, ինչքան որ մենք կհասկանանք, մենք կպատկերացնենք, մենք կհավատանք ու այդ մեր պատմածը սահմանափակ է։ Մենք կնանք մեր ժամը պատմենք, 2 ժամ պատմենք, ինչքան կմարտը ի զորու է խոսալու։ Լասենք, մենք թող 10 ժամ առանց ընտադելու խոսա, չգիտեմ, երևի պես տվյալ չկա։ Բայց քսոր ինքը մեզի անպատմելի, այսինքն պատմել հնարավոր չէ, ինչի, որտեվ ոչ թե սահմանափակ է, այլ անսահման է, հավիտենական է։ Տերը մեզ այդ պարգևը տվել է։ Մենք այսօր ունենք այդ պարգևը։ Այսօր այդ պարգևը մեր մեջ է, ստեղ է։ Կարող է մենք չզգանք, կարող է մենք ինչ-որ երևույթների մեջ չհարաշվենք, բայց իր խոսքը քսոր ինքը այսօր մեր մեջ է, թող իր անունը փառավորվի։ Եվ ինչ կմնա մեզնից, մեր սիրտը բացել խոսքի առաջ, որ այսօր Տերը պետք է խոսա եղբայրների միջով։ Այդ խոսքը ընդունվի որպես Աստծո խոսք, որ իր գործը մեր մեջ շարունակի։ Այդ խոսքը մեզի վեր հանե։ Այսօր մեր այս հոգսերից, դժվարություններից մենք կրնանանք այս 2 ժամվա մեջ կդրվինք աշխարհից, մտնենք հոգու դաշտ, ու Աստված իր գործը շարունակի մեր մեջ։ Թող իր անունը փառավորվի։ Պատրաստենք մեր սիրտը իր խոսքի առաջ, որ այդ խոսքը այսօր մեզի վեր անե։ Ու մենք կրնանանք իրոք ապրենք այդ խոսքով, ապրենք հավատքով ու փառավորենք իրան, որտեղ ինքը արժանի է։ Թող Տիրոջ անունը փառավորվի քո եղբայրներ ջան։ Շնորհակալ ենք Աստծուց այսօրվա համար, այս հնարավորության համար։ Աստծո առաջնորդությամբ ես կուզենամ 2 բանի մասին խոսամ, որ նոր կմտածեմ, որ բոլորիս կյանքում կնա տեղի ունենա։ Առաջինը այն որ շատ ժամանակ Աստված ինչ որ մեր կյանքի մեջ իրավիճակներ կստեղծե, որ մենք այդ իրավիճակի մեջ սորվենք, խրատվենք, ճանաչենք Աստծո երեսը, գիտենանք թե Աստված մեզի համար ինչ է պատրաստել։ Ու երկրորդը այն պահն է, երբ որ մեր կյանքի մեջ շատ բաներ կյանին, որ նոր մենք կվերագրենք մեզի։ Ասենք դիգ ես երեցի իմ շնորհքս էր, ես որ չեղնե, յետք չեր եղնի, այդ հարցը չեր լուծվի, դիգ սաղ իմ երածս է, ես եմ երել։ Ու այս օրինակները Աստվածաշնչից կուզեմ կարդամ Պետրոսի կյանքի մեջ 2 դեպքն էլ իր կյանքի մեջ կարդացոլվիր։ Ու մենք կրնանք ստեղից բաներ սորվենք, որ նոր ես գնայի 3 շատ հետաքրքիր էր ինձ համար կուզեմ ցեզի հետ կիսվեմ։ Առաջի տեղը, երբ որ Պետրոսը Հիսուսի դուրան արի, այդ տեղը մենք քիշենք 22 գլխի Ղուկաս 31 համարից։ Տերը ասավ. Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ փնտրեց, որ ցորենի պես խալբար է, բայց ես քեզի համար աղոտ կրի, որպեսի քու հավատքը չփակսի ու դուն երբ դարձի կաս, քու եղբայրներ դալ հաստատես։ Իսկ Պետրոս ասավ անոր. Տեր, ես պատրաստ եմ քեզի հետ բանտ երթալու ալ, մեռնելու ալ։ Հիսուսը գիտեր իր վիճակը, ինչ վիճակի տեր մարդ էր Պետրոսը, լավ կճանչեր Պետրոսին, ու նույնիսկ ցեզի համար կաղոթեմ, որ հավատքը չփակսի, դու երբ դարձի կաս, քու աղբերներ դե հաստատես։ Բայց Պետրոսը կարելի է էմոցիոնալ մարդ էր այս պահին, ու սա ես Տեր Աստված Հիսուս շանքսը Տեր ես պատրաստ եմ քեզ այդ բանտ երթալու ու նույնիսկ մեռնելու։ Ինքը չդեր իր աներսը ինչ կկատարվի։ Ու եթե այս խոսքը չսեր ինքը ես կկարծեմ Հիսուսը շարունակությունը չէր ասա։ Բայց Հիսուս ասավ. Պետրոս, քեզի կսեմ թե այսօր հավը պիտի չխոսի, մինչև դուն 3 անգամ ուրանաս ասելով թե զիս չես ճանճնա։ Ուստեղ իրավիճակ ստեղծեց Հիսուս, որ Պետրոսին բացվիր իր վիճակը, թե ինքը ինչ վիճակի մարդ է, ինչի տեր մարդ է, ինքը արդյոք պատրաստ է Հիսուսի հետ բանտ տալու, մեռնելու էլ պատրաստ է թե չէ։
Ու շարունակության մեջ երբ որ կտեսնենք Հիսուսի խաչելության ժամանակ այդ պատմությունը մենք լավ գիտենք, երբ որ ինքը ուրացավ, Պետրոսը լրիվ չկարտամ այդ հատվածը, վերջի մասը կարտամ ու Տերը դարձավ Պետրոսին նայեցավ։ Պետրոսը ալ միտքը բերավ Տիրոջը խոսքը, որ իրեն ասել էր, թե դեռ հավը չխոսած 3 անգամ պիտի ուրանաս զիս։ Այս վիճակն որ այս բանը որ կկարտանք, մի հատ հետաքրքիր բան, որը մեզ հետ կրնա տեղի ունեցել։ Կրնա չէ, զանգել ենք ինչ որ մեկին խոսացել ենք, որից որ դժգոհ ենք այդ մարդուց կամ ինչ որ բան դուրերից չի կա այդ մարդուց, վերջում հեռախոսը չենք անջատել ու ինչ որ վատ բաներ ենք ասել։ Դու դες հզվեցարավ այս մարդը ինչ կսե ամեն անգամ կզանգե չէ, բայց չենք անջատել հեռախոսը։ Ու կտեսնենք որ չենք անջատել, մենք մեզի շատ վատ կզգանք։ Կամ ինչ որ մեկի մասին խոսանք ու միամիտ կտեսնենք որ ինքը լսեց, մեզ իշքան վատ կզգանք, չէ, այդ բանին։ Թեկուզ եւ կռնա ճիշտ բան ենք ասել, բայց այդ բանին շատ վատ կզգանք մեզի, ինչի, որովհետեւ այդ մարդուց թակուն կխոսենք, այդ մարդը արդեն տեսա որ մենք իրանից կխոսենք, ինչ որ սխալ բան ենք թույլ տվել։ Ոստեղ ես կպատկերացնեմ Պետրոսի վիճակ, երբ որ Հիսուսը տարավ իրան նայեց։ Ինք իշքան իրան վատ կզգար այս վիճակի մեջ, որ գսե միտքը ընկավ Հիսուսը իրան ինչ էր ասել, ու գսե Պետրոս դուրս ելելով դառնապես լացավ։ Նոր հասկացավ, իշքան վատ զգաց իրան ու այդ ընթացքը տեսավ, որ ինքը պատրաստ չէ Հիսուսի հետ բանդեր տալու, ինքը պատրաստ չէ Հիսուսի հետ նույնիսկ մեռնելու։ Հիսուսը իրան հեշտան չսավ այդ բանին, չմեղադրեց, չսավ, տեսար Պետրոս, այսօր քեզի քսեի կամ ուրա երեկվային Պետրոսն որ այդ խոսքերը քսեր, չմեղադրեց, այլ Պետրոսի հետ Հիսուսը աշխատանք կտանիր։ Իրան ցույց կուտար իր վիճակը, ինքը դառնապես լացավ դեղից, հասկացավ իր սխալը։ Բայց գիտեք, մեր կյանքի մեջ կյանին վիճակներ, երբ որ մեր վիճակը մեզի ցույց կուտա Աստված, բայց մենք դառնապես լաց չենք կյանի։ Մենք կսենք ով է լյանիր այդ վիճակի մեջ այդպես կյանիր։ Դու եղներ ինչ կյանիր այդ վիճակի մեջ։ Մենք պես կսկսենք արտարանալը քո եղբայրներչան ու այնքան այդ նույնը տեղի կունենա մեր կյանքի հետ, որ մենք վերջապես սորվենք։ Բայց մենք կփողոքենք, ասենք ինչի համար սպես տեղի ունեցավ, ինչի համար սի եղավ, բայց այդ ամենը նոր համար է որ մենք այդ ամենը սորվենք, մենք այդ ամենը տեսնենք թե Աստված ինչ կուզե մեզից, ու մեր վիճակը մեզի ցույց կտա Աստված կբացահայտե, որ մենք էլ հասկանանք այդ ամենից զղջանք ու այս ամենը տեղի ունենա մեր կյանքի մեջ, ինչ որ Պետրոսի կյանքի մեջ տեղի ունեցավ, որ դառնապես լացավ ինքը, սղճաց իր այրածի համար։ Ու ուտեղ կերևա Հիսուսի աշխատանքը Պետրոսի կյանքում, երբ որ խաչելությունից հետո որոշեց ինքը տալ ձգնորսության ու մի շարք աշակերտներ իր հետ էին։ 21-րդ գլխի մեջ է գրած, երբ որ ձգնորսություն կենեին, Քսարտուն Հիսուս ծովուն եզերքը կայնել էր, բայց աշակերտները չճանաչեցին, թե Հիսուսն է։ Իսկ Հիսուս ասավ անոնց. «Տղեկ, ուտելու բան ունիք», պատասխան տվին իրեն. «Ոչ», եւ ասավ անոնց. «Ուրկանը նավին այս կողմը ցկեք»։ Ուք գցեն ցուգը կորսան, Հովանու 21-րդ գլխի մեջ է գրած. Այն ատեն այն աշակերտը, որ Հիսուսին սիրել էր, ասավ Պետրոսին. «Անիկա Տերն է»։ Իսկ Սիմոն Պետրոս երբ լսեց, թե Տերն է, վերարկուն վրան առավ, վասնզի մեր կերուցովը նետվեցավ։ Մյուս աշակերտներն ավակով եկան։ Ուք տեսնենք, որ երբ որ Պետրոսը տեսավ, որ Հիսուսն է, հասկացավ, որ Հիսուսն է, էլ չհամբիրեց, որ նավակով էր տային ապին հասնեն, միանգամից իրան գցեց ջուրը, որ հաշտար շուտ հասներ Հիսուսին։ Ու երբ որ ցուգը կերան վերջացրին, Հիսուսը դերքիր բանկսեմ։ Հիսուս ասավ Սիմոն Պետրոսին. «Սիմոն, Հովնանի որդի, զիս ատոնց մե ավելի կսիրես»։ Մենք չենք այստեղ 3 անգամ Հիսուսը հարցրավ իրան ու անիկակս է այո Տեր դու գիտես թե քեզ կսիրեմ։ Հետաքրքիր է, իրանք 8 հոգով էին այդտեղ, 7-8 հոգով էին ու Հիսուսի հարցնելու ձևը էլիքս է զիս ատոնց մե ավելի կսիրես, այսինքն իրանցից շատ ընձի կսիրես, իրանք իշքան որ ընձի կսիրեն, դու դորից շատ կսիրես ընձի։ Օրինակ ընձի որ հարցնեն, չնեմ ես պատասխանեիք, ես շատ կսիրեմ քեզի, բայց չգիտեմ իրանք իշքան կսիրեն, կարող է մեկից քիչ են, մյուսից շատ, չգիտեմ, բայց ինքենքան արդեն վստահ իր վրա որ գսե հա, ես իրանցից շատ կսիրեմ քեզի։
ու 3 անգամ արդեն ադիք տեղի կունենա, երրորդ անգամ երբ որ Հիսուսը կարծին է, արդեն Պետրոսը կտրդմի ու կսե, որ 3 անգամ իրեն ասավ, եւ ասավ անոր Տեր, դու ամեն բան գիտես, դու գիտես, թե ես քեզ կսիրեմ։ Ու մեր կյանքի մեջ էլ գիտեք բաներ կանի, որ մենք կմոռանանք, որ Աստված ամեն բան գիտե։ Մենք բերնով Աստծուն կդավանենք, բայց մեր սրտով կանի, որ մենք մեր զբաղմունքների, մեր աշխարհի, մեր գործերի հետ ենք։ Ու ինքը իշքան էլ այդ պահին ցույց չէին, որ սա, բայց երբ որ Հիսուսի խոսքով էլի ուրկանը գցին, մեծ ցեղներ հանեցին, ես կմտածեմ, այդ ամեն իր աշկին չէր երևա։ Ու ինքը այս ընթացքում մտածել էր իր կյանքի վրա, մտածել էր շատ բաներ, ու ստեղ մենք կտեսնենք, որ Հիսուսը գսե արած է իմ ոչխարներս, իր վրա պարտականություն դրեց։ Ու երբ որ մարդու վրա պարտականություն կտնես, մարդը ավելի կարելի է զգոն կյանի։ Կհասկանա, որ իրան ինչ որ գործեն դրա ինքը պարտավորված կհամարվի, որ դիք պետք է ճիշտ ենե, լավ են ու ավելի իր կյանքին զգոն կյանի։ Այս աշխատանքն որ Հիսուսը տարավ Պետրոսի հետ իր դրական կողմեն ունեցավ։ Ինքը մենք կնայենք, կրնամտածենք, ասենք Հիսուսը շատ բաների մեջ կրնար իրան սերոր սպես չէ, սխալ կենեսիկ սպես չէ, բայց մենք տեսնենք, որ ոչ թե մեղադրականով Հիսուսը կմոտենար այդ հարցերին, այլ հակառակը մեզ կներ, որ այդ մարդիկ հասկանային ճիշտ կյանքը, թե ինչ իրանք ճիշտ ապրին։ Ու տեսնենք, թե Պետրոսի կյանքում հետագայում ինչ տեղի ունեցավ, ասենք առաջի հատվածն էր, երբ որ Աստված մարդու հետ կխոսա, իրավիճակներ կստեղծե ու մարդը դորից կսորվի, թե չի սորվի։ Ու կտեսնենք, որ Պետրոսը սորվավ, հասկացավ, Հիսուս իրավիճակ ստեղծեց, ինքը դեղ տեսավ, որ ինքը ընդունակ չէր Հիսուսի հետ քայլելու, մինչև մահեր տալու ու հասկացավ, որ այդ բանի մեջ թերի է ու ուղղվավը դուրմ էր, զղջաց, խորը զղջաց։ Մյուս վիճակը, երբ որ բաներ կա, որ մենք մեր կյանքի մեջ կեղնի, բայց մենք դիք մեզի կվերագրենք, ասենք որ դիգիմ շնորհք սերոր ես երեցի։ Մեզի մի ադմ հարևան մարդ կար, պես խոսենք, կսես մայլի իշքան տուն կա, իմ պապս է սարքե, ինքը քարտաշ է եղես, տները սաղ ինքն է սարքե։ Ու կովակ իրա պապին կովա, դիգ իրա շնորհքն է, այդպես եկել է ժառանգական, մեզի եկել է, դիգիմ շնորհքս է, իմ պապի շնորհքն է։ Չկա պապը երևի մի 50 տարուց ավել չկա, բայց ինքը դիք քիշե դիք ամեն անգամ օգ տեսնի այդ տան աբրոներին, առիթ կան ինքը դիք քշեշտե, ինքը դիք քսե։ Կամ կանի չէ ինչ որ մեկին ինչ որ մի բանով կօգնենք նեղ վիճակի մեջ, չենք կրնա մեզի զսպենք մեր մեջը, մեզի պահենք։ Կսենք դիք ես գնացի իրան օգնեցի, ես երեցի, դիք իմ շնորհքս էր, այսօր չենե եմ ինքը ինչ օր էր հասել։ Այսօր այդ փողը չտա, այսօր այդ ծանոթը չմեջ բերեի գործի չեղնիր ինքը ուր էր հասե հիմի։ Ես օգնի վազի հասա գնացի տեղ առա տարա չէ կանի մենք է կսենք մարդ ենք սաղս կսենք բայց հետաքրքիր մենք դեղել սորվելու բաներ ունենք Աստվածաշնչից որ նոր բաներ կա մենք որ կենենք ոչ թե մեզի դիվերագրենք որովհետև դեղից Աստծուն փառք չի երթա քո եղբայրս ջան Աստված չի փառավորվի դեղ մենք մեր փառքը կփնտրենք այդեղ մենք կուզենք մեզից ցույց տանք այդեղ բայց հետաքրքիր է Պետրոսի կյանքում ինչ տեղի ունեցավ պես իրավիճակ տեղի ունեցավ ու ինքը ինչ ղվարվավ այդ իրավիճակի մեջ Գործք առաքելուց 3-րդ գլխի մեջ երբ որ կաղինք բժշկեն ով որ գսե հոն իր մորը որովայնեն կաղ մարդ մծնած բերին ու ամեն օր տաճարին գեղեցիկ կոչված տրանը կով կտնեին որպեսի տաճարը մտնողները ողորմություն խնդրեն մարդուն Չէր կրնա քայլեք բերեինք տնեին իրանը դե որ ողորմություն խնդրեին ինչ որ մեծ evեմ ապրի հետո նորից կվերցնեինք տանեին տուն բայց երբ որ իսկ Պետրոս Հովանեսի հետ մեկտեղ անոր նայեցավ ուսավ մեզի նայ ան դեպի անոց դարձավ գուսար թե անոց մե բան մը պիտի առնեմ գիտես թե գումարով դիտային բայց Պետրոս ասավ արծաթ ու ոսկի չունիմ հապա ինչ որ ունիմ զայն կուդամ քեզի Նազարվեցի Հիսուս Քրիստոսի անովը ելիր ու քայլե Չսավ ես կրնամ քեզի բժշկեմ ես կրնամ ենեմ ես կրնամ դիք ես հնարավորություն ունիմ այլ սավ Հիսուս Քրիստոսի անունով ելիր ու քայլե Երբ որ ինքը ես ցե վարվավ նայենք ինչ տեղի ունեցավ Ուքսը վեր կացավ ցածկելով ու քալեց եւ անոնց հետ տաճարը մտավ քալելով ու ցածկելով եւ Աստված օրհնելով
Ինչ եղել մարդը հասկացա, որ Աստծու մտի օրհնեմ։ Ինչ եղել մարդը չընկավ Պետրոսի ոտքերը, Հովհաննեսի սավ շնորհակալ եմ, ես ինչ երեցիկ, ես սա կյանքս չեմ քայլել, բայց ես ունիմ այդ հնարավորությունը։ Պետրոս չանես ինչ մեծ բաներ էցիր իմ կյանքի մեջ։ Բայց մենք կտեսնենք, որ ինքը այդ վիճակի մեջ Աստծուն օրհնեց։ Հիմա մենք մեզի նայենք, ես ինձ նայեմ առաջինը, իմ երածս քայլերի մեջ, երբ որ մարդուն մի օգուտ կուտամ օրինակի համար, դոր մեջ ում Աստված հնարավոր է այդ մարդը Աստծուն փառավոր է։ Ու կտեսնեմ, որ մենք այդպես չենք, ես այդպես չեմ են, որ այդ մարդը այդ քայլից Աստծուն էր, Աստծուն տեսնի։ Շատ ժամանակ այստեղ Պետրոսն կռնար դառնար Հովհաննեսին, ասեր, տեսար ինչ երինք, տեսար հլնա ինչ եղավ, հիմի սախկուկան մեր կողքը բոլորը քաղաքվին։ Այլ չէ, ինքը ես վստահ եմ, որ դորից ուրախ էր։ Ուստեղ շարունակության մեջ կվգա էլի կսեմ, քանի որ Անիկա Պետրոսին ու Հովհաննեսին հալեր էր, բոլոր ժողովուրդը զարմացած մեկտեղ վազեցին անոնցքով այն սրահը, որ Սողոմոնի սրահ կոչվեր։ Ու երբ որ այդ ամենը տեղի ունեցավ, սկսեց բոլորը վազին դեղ եկան։ Իսկ Պետրոս ասիկա տեսնելով ասավ ժողովրդին. Ով իսրայելացի մարդիկ, ինչու զարմացել եք հասոր վրա կամ ինչու աշկերնի տնկած մեզի գնայեք։ Ինչի մեզի գնայեք, սա մենք ինչ ենք եղել։ Ինչի մեզի գնայեք, մենք պատճառը ո՞րն է, որ աշկերներ տնկած, մենք ասենք չէ աշկեր չռած մեզի գնայես։ Պատճառը ո՞րն է, որ մեզի գնայեք, մենք ինչ ենք եղել։ Ու Հակոբի, Իսահակի, Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածը ինքը էր այդ ամենը։ Ու այդ փառքը մենք տեսնենք ինքը իրան չվերագրեց, այդ ամենը ինքն իրան չվերագրեց։ Շարունակության մեջ էլի ինքը երբ որ այցեմնիկի պատմությունը գիտենք, երբ որ կմահանա ինքը կուկակ հասնի, շարունակության մեջ կարդամ 3-րդ գլխի 22 համարից։ Կներեք չէ 9-րդ գլխի մեջ երբ որ եկավ 40 համարից 9-րդ գլխի Սենյակից բոլորին դուրս հանեց, Սա Պետրոսը ամենքը դուրս հանելով ծունկի վրա եկավ ու աղոտ գրավ եւ դեպի մարմնը դառնալով սա Տաբիթա ելիր կայն է անալ իր աչքերը բացավ ու Պետրոս տեսնելով ելավ շիտակ նստեցավ Պետրոսն ալ ձեռքը անոր տվավ ու վերցուց Անիկա եւ սուրբերն ու որբևարները կանչելով անոնց առջև ոչ կայնեցուց Անիկա այս բանը բոլոր հոպեի մեջ իմացվեցավ եւ շատեր Տիրոջը հավատացին Մենք տեսնենք ստեղել երբ որ այս հրաշքը երավ շատեր Տիրոջը հավատացին Պետրոս ինչի համար բոլորին սենյակից դուրս հանեց ինչի համար այդ ամենը տեղի ունեցավ էլի ինքը իր փառքը չէր փնտրել Իրանը չէր փնտրել նույնիսկ էլի ստեղ էլի կա երբ որ մարդ կար որ 8 տարեկանից հիվանդ էր 8 տարեվեր մահիճը պարկած անտամալույց էր Պետրոս սավանոր ելիր Հիսուս Քրիստոս քեզ կբժշկե ելիր քու անկողինը շտկե Քսեհանալ ելավ շուտմը ելավ էլի ստեղ մենք տեսնենք որ Հիսուս Քրիստոսը քեզի կբժշկե ինքը մե գրամ եմ չսա որ ես կրնամ քեզի օգնեմ որ դու բժշկվիս ես քիշեմ շատ շուտ էր մեր տուն ուրիշ եկեղեցուց էր մի հատ կին էր եկե ծանոթ էր էլի ու սարմացավ ես դեր 13-14 տարեկան էի Հիմա հարցրավ սա Սուրբ Հոգով մգրտված ես ասեցի չէ հուսավ ես կռնամ ըմբեսենեմ որ դու Սուրբ Հոգով մգրտվիս ես կռնամ դիգենեմ ու ես ճիշտ նստած վախեցա չէ հասկնա ինչ կատարվի ասեցի չէ պետք չէ չեմ ուզե ու հետաշկիրներն որ իմ մեջը ստապավորված էր ինքս ես կռնամ ըմբեսենեմ որ դու մի Սուրբ Հոգով մգրտվիս կուզես հենեմ ու ինչ միամ չգիտեմ կռնար չէր կռնա հարցը դիք չէ բայց այն որ մարդը իրան կվերագրե ինչ որ մի ադամ Աստծո գործ դիք ես կարծեմ արդեն Աստծուն հաջելի չէ քու երեխաներս չան ես ստեղը մոռացա ես էլ 4-րդ գլխի մեջ երբ որ էլի Պետրոսը քարոզեր կսե բայց այն խոսքը լսողներեն շատեր հավատացին անոնց թիվը 5000-ի հասավ այդտեղն է գիտենք մենք երբ որ ինքը խոսած վերջացրեց 5000 հոգուց ավել մարդ ապաշխարեց Տիրոջը հավատաց ու
կտեսնենք, որ այս ամենի մեջ Պետրոսը ես էլի կրկնեմ դժվարություն չէ, որ իր փառքը չէր փնտրել, Իրանը չէր փնտրել, այլ ամեն բանի մեջ կսեր Հիսուս Քրիստոսի անունով դուք բժշկվից, դուք եղնից ու կտեսնենք, որ իր գործունեությունը Աստծուն հաճելի էր կարելի ասել։ Ու ինչի համար այդ ամենը այս ընթացքը տեղի ունեցավ, ինչը եղավ այս ամենը, երբ որ ինքը սկզբից կնայենք էմոցիոնալ մարդ էր, ես կռնամ Հիսուս ջան, քեզ հետ կամ միջև մա, բայց վերջում կտեսնենք, որ ինքը արդեն հնազանդ մարդ էր ու ամեն բանի մեջ Աստծուն կհանձնվիր։ Ու այդ ամենը եղավ նորից որ երբ որ ինքը դառնապես լացավ, երբ որ ինքը դառնապես լացավ իր այրածի համար, երբ որ ինքը դարձի եկավ Հիսուսին նայեց, ու կտեսնենք առաջի Պետրոս 5-րդ գլխի մեջ ինչ կսեմ։ Վասնզի Աստված ամբարտավաններուն հակառակ կենայի, բայց խոնարհներուն շնորհ կուտայի։ Ուրեմն Աստծոյ հզոր ձեռքին տակ խոնարհվեցեք, որպեսզի ձեզի ժամանակին բարձրացնե։ Ինքը հասկացավ, որ Աստծո հզոր ձեռքի տակ պետք է խոնարհվիս, որ ժամանակին ինքը քեզի բարձրացնե։ Ուտեղ բարձրացեց Աստված շատ տեղեր իրան բարձրացեց, իր միջոցով այդ ամենը կեներ, բայց այդ ամենը ինքը կսեր որ Հիսուս Քրիստոսի անունով կենի։ Թող Տիրոջ անունը փառավի քույր եղբայրներ ջան։ Այդ ընթացքը շատ հետաքրքիր է, երբ որ մարդը կրնա շատ ոգևորված անի ոգևոր կյանքի մեջ, որ ես կրնամ, ես ուժեղ եմ, ես հզոր եմ, բայց Աստված ամեն բանի մեջ մեզի ցույց կտա մեր թերությունները, մեր սխալները ու կփորձի որ մեզ այդ աշխատանք տանի որ մենք շատ կվինք։ Ու այդ ամենը կախված է մեզից, թե մենք իշքան կհամաձայնվենք, իշքանով կհամաձայնվենք, խոնարհվենք Աստծո ձեռքի տակ։ Ամեն բանի մեջ, նույնիսկ այն հասարակ բաների մեջ Աստված մեզի կսորվծնե, Աստված մեզի կխրադե, Աստված մեզի ճամփեն ցույց կտա։ Թող Տիրոջ անունը փառավի վերջում վկայության համար մի հատ շատ հետաքրքիր պատմություն կուզեմ պատմեմ, որ այս վերջերս տեղի ունեցավ մեր երիտասարդներից մեկի հետ։ Առաջին ինձի համար ես սկսեմ այդ վկայությունը, երկրորդը բոլորիս համար։ Երբ որ մենք խոսայինք երիտասարդի հետ, պատանի հետ, մի հատ բան տեղի ունեցավ, որը համաձայն չէր։ Կսե կրնայանի, որ ես ուզենամ, ուտի կենեմ, անկախ է նորից Աստված կուզե, թե չի ուզե, Աստված կթողա, թե չի թողա։ Եթե ես ուզեցա, այդ բանը կենեմ։ Ու ոչ թե մեղադրականով ես սկսեմ, այլ բոլորս եղել ենք այդ վիճակի մեջ, երբ որ մենք մեր ուզածն ենք երել, Տիրոջ կամքը չենք հարցրել։ Ու պես խոսալուց հետո օրինակ բերեցինք Հովնանին, երբ որ Հովնանը Աստված սա որ բդեշտաս նինվե, բայց լավ Թարսիս գնաց, չէ՞։ Ու ինչ տեղի ունեցավ, մենք այդ պատմությունը լավ գիտենք, անհավանական ձևով Աստված իրան տարավ նինվե, անհավանական, այսինքն ալեկոծություն, իրան գցեցին ծովը, կետ եկավ, կուլ տվեց, պես բան որ գնայինք փաստացի հնարավոր չէ։ Մի հատ իրավիճակ ստեղծեց Աստված, որ Հովնանը ուշքի կար, դառնար Աստծուն։ Ու այդ պատմությունը երբ որ պատմեցինք, պես խոսքը ավարտինք, միշտ իրան կտանենք, ինքը ավտոբուսով կեշ տար իրանց գյուղ։ Այդ օրը չգիտեմ ինչ ստացավ, մեքենաս մոդս չէր։ Լավ նստավ ինքը տաքսի պատվիրեց գնաց, հետո ինքը քսելի կպատմե։ Քսեմ, երբ որ տաքսին եկավ, ես համաձայն չէի ձեր խոսքի հետ, ու քսեյան տիա տաքսին եկել է, ես հիմի կնստիմ տաքսի, փողը կա, գումարը կա, հնարավորությունը կա, ու ես պետք է շտամ ավտոկայան։ Ինչը ձիգ խանգարե որ ես չհասնիմ տեղ։ Թեգուս եւ Աստծո կամքը չեղնի, ինչը խանգարե որ ես տեղ չհասնիմ։ Ու գիտեք ինչ կանի, մեր քանի տեղ կեշտամ ճամփականցնին այդ տաքսու վարորդը քսեմ, աղջիկ ջան, գիտես ինչ, սիկ իմ կյանքիս մեջ առաջի դեպքն է, կդորում առաջ եմ գազը լցե, բայց ավտոյից գազը բրձավ։ Սպես բան հեշտ չէր եղել, քսե, պետք է շտամ գազ լցնելու։ Ու կեշտան գազ լցնելու, ինքը կսպասե սրա գազը գլցնեն, այս ավտոն խոդի չինգնի։ Ավտոն խոդի չինգնի, կտանջվին, դեղ մասնագետներ կուկան գազից հասկցող, ամեն ինչ կենեն, բայց այս ավտոն խոդի չինգնի։ Կտանջվին, խոդի չինգս, այսպես բան չի կրնայանի։
ու գսե լավ անեմ հեռախոսս, տաքսի զակաս կուտամ թազա կեշտամ, քանի չեմ ուշացել։ Հեռախոսն եկեղեցին զայրատկի դրած կյանի 90% մեջը զայրատկով։ Կաներ հեռախոսը չի միանա։ Գսե այ քեզի բան, կդրում առաջ եմ հանելիքը զայրատկով, ինչի չի միանա իմ հեռախոսս։ Պես չի կնա տաքսի պատվիրե։ Շոֆերին գսե վարորդին գսե ինձ մար տաքսի պատվիրե, որ էշտամ էլ ես կուշանամ։ Կհանե տաքսի պատվիրելու չի աշխատ, չկա մեքենա ազատ ընդհանրապես չի անի։ Ու ինքը ստիպված կսպասե, թե երբ պետք է ավտոն սարքեն, երբ պետք է խոդինգնի որ ինքը էշտա։ Ու շատ հետաքրքիր է ինքը խոստովանիքս է նստած է ավտոյի մեջ կմտածեմ, կտեսնեմ որ փաստացի ես իշքան է ուզեմ, տեղ չեմ հասնի։ Իմ իրավիճակ է ստեղծե Աստված, որ ինքը դեղից կխրատվի։ Ու գսե մենք էլ կխրատվենք, ես էլ կխրատվեմ։ Անկեղծեմ որ պատմեց ես լացկյան է այդ բանի։ Ու սա այն պահին երբ որ ես ընդունեցի, որ հադիկ Աստծո գործն է, հենց այդ պահին ավտոն խոդինգավ ու հեռախոսը միացավ։ Քուրեր եղբայրներ ջան, Աստված մեզի հետ միշտ կխոսա, բայց միշտ չէ որ մեր ականջները բաց է, միշտ չէ որ մեր աչքերը բաց է, միշտ չէ որ մեր հայացքը Աստծո վրա է, բայց Աստված մեզ հետ միշտ կխոսա։ Երբ որ մենք կմտածենք, թե մենք մեզնից ինչ որ մի բանում կներկայացնենք, դիք հեչ տեսեք չէ, այլ Աստծո շնորհքն է որ մենք միշտ կանք, նստած ենք, մենք կանգնած ենք, մենք կշնչենք ու իրար կտեսնենք ու եղբայրներ ջան, բայց կարևորն այն է որ մենք մեզի չվերագրենք այդ ամենի մեջ ու մենք չիտենք նույնիսկ մեր րոպեմ հետո մեզի ինչ կսպասվի, մենք չիտենք եկուց ինչ կսպասվի մեզի ու ամեն բարակայի մեջ Աստծո երեսը պիտի փնտրենք, Աստծուն խնդրենք, որ մեզի հետ ինչ որ խոսա մենք հասկանանք, լսելու ականջ ունենանք։ Ինչ որ Պետրոսի հետ էս ընթացքը տեղի ունեցավ, ինքը ինչ մարդ էր սկզբից, Աստված իր Հիսուս իր այդ աշխատանք տարավ, համբիրեց, խոսած, երավ այդ ամենը իր կյանքի մեջ, այդպես էլ մեզի հետ կյանի, գիտեք, ու շատ ժամանակ մենք մեր ականջները կփակենք ու չենք ուզել լսենք։ Ես քիշեմ ես լսեմ ու ավարտեմ, ես փոքր էի, մի անգամ քիշեմ ծնողս ինձ խորհուրդ կուտար։ Ես գիտեի որ ինքը ճիշտ կսե, բայց ես անգաժներս կփակեի որ չլսեի։ Կսեի կոնե չլսեմ ինչ կսե որ ըմբես չանի որ անհնազանդ է ունիմ իրան։ Բայց ես գիտեի որ ինքը ճիշտ կսեր։ Ինձ պետք էր որ ես դիք լսեի ու կատարեի։ Ու պես էլ կերնի մեր կյանքի մեջ երբ որ մենք գիտենք որ Աստված ճիշտ կսե, բայց մենք մեր ականջները կկողոցենք, կփակենք, որ կոնե ճշմարտությունը չիմանանք, որ կոնե պատվիրանանց չենենք։ Դոր համար ամեն բարակայի մեջ խնդրենք Աստծուն որ մեզի տա այդ իմաստությունը, այդ հոգին որ մենք հոժարակամ Աստծուն էշտանք, հոժարակամ Աստծու երեսը փնտրենք ու իրան նայենք։ Ու ամեն բանի մեջ խնդրենք իր կամք, իր ներկայությունը մեր կյանքի մեջ, որովհետև Աստված միշտ պատրաստակամ է մեզի օգնելու, սորվեցնելու։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Տերը օրհնե, եղբայրներ ջան։ Սուրբ ոգին կմնա մեզ հետ մինչ հավիտյան։ Կլինի մեզ հետ, որպեսզի ասենք այդպես եղբայրները խոսացին մի բան այդպես հստակ է ինձ համար, որ Սուրբ ոգին մեզ հետ լինելով մեզի կսորվեցնե այն ճանապարհը, որը հաճելի է Աստծուն։ Կբացե մեր հոգու վիճակը, մեր ներսը, ով եմ ես, եղե մինչև Քրիստոսին դառնալը, ընդունելը, չէ, եղբայրը այդ մասին կխոսար, դե ուշադիր էին քուրեր եղբայրներ ջան, ուղղակի մի կարճ շարունակեմ եղբոր խոսքը, հետո ինչ որ պատրաստել եմ կացեմ, երբ որ ասում էր Հովանու 21-րդ գլխի մեջ, երբ որ Տերը եկավ եւ Պետրոսին հարց էր ուղում, չէ, ասում էր սիրում ես ինձ դրանցից ավելի, Պետրոսը առաջի հարցից իհարկե
մի անգամից Պետրոսը այդպես ասեց, հա, իհարկե, սիրում եմ։ Երկրորդ հարցը մի փոքր Պետրոսին մտածելու տեղ տվեց եւ երրորդ անգամ հարցրածը արդեն շատ ավելի լուրջ, չէ՞։ Գիտեք, քուրեր եղբայրներ, երբ որ ասենք Պետրոսը ասում էր, թե ես քեզ հետ պատրաստ եմ բանտը գնալու եւ այլն, ինչ եք կարծում։ Պետրոսը ընդունել էր Տիրոջը, մենք էլ ենք ընդունել։ Բայց դա Պետրոսի հոգևոր վիճակն էր դա, որ Պետրոսը ասում էր, ես կգամ քո հետևից, ես քեզ համար պատրաստ եմ բանտն է նստելու, մայ է գնալու եւ այլն։ Դա Պետրոսին հոգևոր վիճակից էր բխում, թե հələ Պետրոսը չգիտեր հələ, չէր ճանաչում, Տիրոջ այդպես, ինչպես որ պետք էր ճանաչելու։ Եվ տեսեք, ես մտածում եմ, թե լավ կլիներ, որ Պետրոսը հարցներ, այնտեղ ոչ թե ասեր վստահ, ես պատրաստ եմ քո հետևից գալու, այլ հարցներ Տիրոջը, ես պատրաստ եմ Տեր քո հետևից գալու։ Գիտեք ինչի, քուրեր եղբայրներ, մենք էլ ենք դարձել ասուն, մենք էլ այդ ճանապարհի մեջ ենք, այս ամենը մեզ էլ է դաս, գիտեք, խրատի համար է, որ մենք էլ մի հատ հարցնենք Տեր, ոչ թե ասենք այդպես համարձակ, Երանի մեկը համարձակ լինի այդ բանի մեջ ու ասի, ես պատրաստ եմ քո հետևից գալու, շատ լավ կլինի, բայց իրականության մեջ կա հոգևոր վիճակ, կա հոգևոր մարդ, կա հոգևոր հասակ եւ կա մարմնավոր վիճակ, որով մենք եկել ենք Տիրոջը։ Հələ մենք առաջի քայլերը որ անում էր Պետրոսը, չէ, ասեց, Տեր, եթե դու ես հրամայ ջրերի վրայով կամ քեզի, ու Տերը սավարի։ Երբ որ 1, 2, 3 քայլ արեց, քամին ներակ էր, սաստիկ էր, խիստ էր, ինքը սկսեց ընկնվել, չէ, հետո Տերը ձեռքը մեկնեց։ Հիմա մենք էլ ենք գնում այդ ճանապարհը ու մենք ճանաչում ենք մեր ներսի վիճակը, քուրեր եղբայրներ։ Ու երբ որ Պետրոսը դառնապես լաց եղավ, ինչ էր կատարվում իր հոգու աշխարհում։ Ինքը հասկացավ, հստակ հասկացավ, որ ինքը չէր էլ կարող գնալ այդ վիճակով։ Իրան հələ պետք էր հասակ առնել, բայց լավ է, որ այդ զղջմունքը եկավ Պետրոսի կյանքի մեջ եւ ամեն ինչ սկսվում է այդ զղջմունքից կարել ասել։ Եվ Տերը հավանում է կոտրված մարդուն, ինքը բարձրացնում է։ Եվ ես կուզեմ միտեղ կարդամ իմ միտքը այդ այսօրվա նյութս ասենք խոսալու։ Ես այդպես ուզում եմ մի կարճ խոսալ 3-րդ Թագավորաց 21-րդ գլխում Աքաբի մասին, որ այստեղ մի հատ պատմություն կա գրված, որ ասում է այս բաներից հետո Եզրայելցի Նաբովթը մեկ այգի ուներ, մենք գիտենք այս պատմությունը, ուղղակի կարճ կարդամ տեղյակ եղնելու համար, նորից վերհիշելու։ Սամարիայի թագավոր Աքաբի պալատի մոտ Եզրայելացի Նաբովթը մեկ այգի ուներ։ Եվ Աքաբը խոսեց Նաբովթի հետ, ասեց դուր ինձ քո այգին, որ ինձ համար կանաչեղենի պարտեզ անեմ, բայց Աքահաբը ասեց քավ լիցի ինձ Տերիցը, որի ես իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ։ Ինքը թագավոր մարդ էր, իրան հարմար էր գտե, որ այդ այգին վերցնե, առաջարկեց, բայց Աքաբը մերժեց։ Եվ թագավորը գնաց տուն, հաց չկերավ, պարկեց, գլուխը պատին երաց տրտմած, եւ երբ որ կինը եկավ, հարցրեց ինչ է տխուր, այս ինչու սիրտը տխուր է եւ հաց չես ուտում, Աքաբը ասեց, ես խոսեցի վերջը, ներկայացրեց, որ Նաբովթը չի տվե եւ հեսապելը ասեց, որ ես կտամ այդ այգին քեզի։ Եվ գիտեք, չէ ինչ եղի ունեցավ։ Թուղթ գրեց, նամակ գրեց այդ քաղաքի ծերերին, ասեց Աքաբի անունով նամակներ գրեց, կնքեց նրանց նրա կնիքով թագավորի եւ նամակները ուղարկեց նրա քաղաքում Նաբովթի հետ միասին բնակվող ծերերին եւ գրեց այն նամակներում, թե ծոմ քարոզեք Նաբովթի դեմ, Նաբովթին դրեք ժողովրդի գլխավոր եւ նրա դիմացի երկու անօրեն մարդ նստեցրեք, որ նրա դեմ վկայություն անեն ասելով դու հայություն արարածուն եւ թագավորի դեմ, հետո նրան դուրս հանեք, քարկոծեք, որ մեռնի։
ու փաստորեն այդպես էլ եղավ, անորեն մարդիկ դրեցին, այդ չար հրամանը կատարվավ, եւ երբ որ արդեն Նաբովթը մահացել էր, կինը եկավ Սավտիա, Նաբովթը մեռել է, վեր կաց ու ժառանգիր Նաբովթը ժառանգություն վեր, եւ երբ որ ինքը իջավ այդտեղ, եւ Տիրոջ խոսքը եղավ թեզվածի եղային, թե վեր կաց իջիր գնա Իսրայելի Ակաբ թագավորի դեմ, որ Սամարիայումն է, ահա նա Նաբովթի այգումն է, որ իջել է նրան ժառանգելու, եւ նրա այդ խոսիր ասիր, այսպես ասում Տերը, սպանեցիր եւ ժառանգում ես։ Տեսեք, արագ արձագանք եղավ Տիրոջ կողմանը, Մարգարայի միջոցով ասես գնա, այսպես ասա, սպանեցիր ու ժառանգում ես։ Քուրեր եղբայրներ, երբ որ կնայենք Նաբովթի վիճակը, նա ուրախացել էր, չէ՞ երևի, իր սրտի մեջ ուրախացել էր, որ ես ուզում եի այդ այգին, ես դրա համար տրտմել էի սրտիս մեջ ու հիմա հնարավորություն է պասվել ժառանգելու, այդպես ուրախ իջել էր ժառանգելու, բայց Աստծո խոսքը հասավ իրան։ Հիմա ինչ էր Նաբովթի սրտի ուզածը եւ արդյոք դա այդ միջոցը հաճելի եղավ Աստծուն, հաճելի էր, որ Նաբովթին սպանեց։ Ճիշտ է, Նաբովթի սրտի ուզածը կատարվել էր, բայց դա հաճելի էր Աստծուն, քուրեր եղբայրներ, այդ ճանապարհը։ Գիտեք, մենք էլ երբեմն այնքան կույր ենք, երբեմն մեր սրտին այնքան տեղ ենք տալիս։ Մենք էլ շատ բաներ մտածում ենք, վերլուծում ենք, ասում ենք, այսպես անի, այնպես անի։ Ու երբ որ մեր սրտի ուզածը կատարվում է, մենք երբեմն հաշիվ չենք տալիս մեզի, բայց այդպես հաճելի էր Աստծուն։ Այստեղ գիտեք, բացահայտվում է մեր սիրտը, որ մեր սիրտը չար է, խորամանկ է, խապեպայ է, ու մենք մեր սրտի ձայնին լսելով մենք շատ տեղերից կնաշեղվենք։ Մեր սրտի ուզածը կատարվի, չնայենք միջոցներին, բայց երբ որ Աստծո այդպես ներկայության մեջ, խոսքի մեջ քնենք, մենք կտեսնենք, որ դա մեր սրտի ուզածն էր, մեր մարմնավոր կերպարի ուզածն էր, բայց դա հաճելի չէր Աստծուն, ընդունելի չէր Աստծո կողմանը։ Հիմա գիտեք, շատ անգամ Ավետարանի մեջ այդպես խոսքեր, այդպես պատմություններ կան, օրինակ այս դեպքում Աքաբը եկավ իր Եզաբել կնոջը պատմեց, մի դեպքում է, եթե հիշում եք Էստերի գրքի մեջ, Hamanն եկավ իր կնոջը Զերես, ոնց էր դրա անունը, Զերես կարծեմ, Զերեսին, եկավ Զերեսին եւ իր բարեկամներին պատմեց եւ ինչ խորհուրդ տվեցին։ Ինքը վատ էր զգում, երբ որ մուրտկեն իր դեմ դուրս էր գալիս ու չէր խոնարհվում, չէր ընդունում։ Ինքը եկավ տունը տնեցոնց պատմեց եւ այստեղ գրված է 5-րդ գլուխ, Էստեր 10-րդ խոսքից, սակայն Haman իրան սսպեց, գնաց իր տունը, մարդ ուղարկեց բերել տվավ իր բարեկամներին եւ իր կնոջը Զերեսին։ Եվ պատմեց իր հարստության եւ իրան ինչ խորհուրդ տվեցին, ասեցին մի հատ կախաղան սարքե, որ նրան կախես, պրծնես իրանից։ Բայց Ավետարանի մեջ շատ կանայք եկային, որ բարի խորհուրդ էին տալիս, գիտեք, չէ, լավ բան էին, իմաստուն էին վարվում, օրինակ Աբիգյան, Նաբաղի կինը, որ երկար ժամանակ, երբ որ Դավիթը անապատների մեջ էր, հաց այդ ժամանակ, ասենք, այդպես հաց չկար, բան չկար, ուղարկել էր Նաբաղի ամբողջ հոդերին տիրություն էր արել, եւ երբ որ աստարակդուրի ժամանակն էր, մարդ ուղարկեց իր երիտասարդներին, որ նրանից մի բան օրհնության համար վերցնեն, բայց Նաբաղ ասում էր, ով է Դավիթը, այսօր իրանց տերերի երեսից փախածները շատ են եւ այլն, բայց երբ որ այդ բանը իմացավ նրա կինը, ամեն ինչ պատրաստված դուրս եկավ Դավիթի առաջ, խոսեց, որ արյունահեղություն չլինի։ Տեսեք, իմաստուն էին վարվում, կային կանայք իմաստուն էին վարվում, եւ Ավետարանն ասում է իմաստուն կինը տունը կշինե, քուրեր եղբայրներ, այս դեպքում այդպես չէր, Եզաբելը ինչ ասես արել էր, ինչ վատ բաներ, որ կարդում է մեծ Աստծո խոսքի մեջ, ասում է միշկան ես ու Ակահաբին հետաքրքիր է, այս ամենը հələ մնացել էր ապաշխարելու տեղ, Ակահաբի մեջ։ Անընդհատ այդ կինը չար բաներ էր անում, իրան կողմից հավանության էր արժանանում, բայց գիտեք, մի տեղ էլ եմ ուզում հիշեցնել, այդ
իմաստուն կանանց վարմունքներից այդ մասին Ծննդոց գրքի մեջ է գրված 27-րդ գլխի մեջ հիշում եք այդ տեղը, երբ որ Ռեբեկան եկավ ու Իսակին ասեց, թե կյանքիցս զզվել եմ քետի աղջիկների պատճառով։ Այսինքն Եսավը կին էր վերցրել քետի աղջիկների, չէ։ Ու մայրը նայել էր դրան, անընդհատ այդպես մտածում էր, թե այս մարդկանց մեջ հոգևորություն չկա, եւ ավետարանն էլ է պատվիրում, չէ, օտար ազգից կին մի վերցրա, որ նրանք չծեռեն քեզի դեպի իրանց աստվածները, ու այս կինը շատ մտածել էր այդ մասին, ու ասում էր, ամուսնուն ասում էր, կյանքիցս զզվել եմ քետի աղջիկների պատճառով, եթե Հակոբն էլ այս երկրի աղջիկների պես քետի աղջիկներից կին առնելու լինի, էլ ինչու է ինձ կյանքը պետք։ Նայեք, տրտմում էր, ինչ էր նրա մտածմունքը, ինչ էր նրա նպատակը, Ռեբեկայի նպատակը, որ Հակոբն է չգնա այդ ճանապարհով։ Ինչ է իմ նպատակը այսօր հավատքի մեջ, ինչ քայլեր եմ ես մտածում, ինչ հերու բաներ եմ մտածում, որ իմ ճանապարհը վերջապես հաճելի դառնա Աստծուն, քույրեր, եղբայրներ։ Ինչին է ուղղված իմ սրտի մտածմունքը։ Ես էլ համաձայնություն ունեմ շատ բաների հետ, թե երբ որ տեսնում եմ, որ դա Աստծո կամքի համեմատ չէ, տրտմի իմ ներսս։ Չուզենամ դա վերցնել, քույրեր, եղբայրներ։ Նույնիսկ մի հատ այդպես համար կա գրված Առակաց գրքի մեջ 24-րդ գլխում էր գրված այդ համարը 24-ի 19-րդ խոսքը նույնիսկ այսպես բան կա գրված։ Ասում է. «Թշնամիդ վայր ընկնելիս մի ուրախանար, եւ նա կործանվելիս սիրտը չցնցա»։ Սիրելիներ, Ադամական բնության սիրտը թշնամու վայր ընկնելուց լավ էլ ուրախանում է, հրճվում է նույնիսկ կարելի ասել, բայց ավետարանի խոսքը հորդորը բոլորովին այդպես չէ, գիտեք։ Ու երբ որ այս ինչ է մեզ սովորեցնում, հրաժարվել չէ մեր սրտից, հա։ Եթե ես այն ադամական բնության սիրտն այդպես կարող է ուրախանալ, ցնցալ, հրճվել եւ այլն, ինչ որ բաներ կառուցել այդ եղածի վրայով, բայց հոգևոր սիրտը, որ Աստված նորն է տալիս, ամենևին այդպես չի մտածում։ Ու այսօր մենք կարող ենք այս հոգևոր լույսի մեջ տեսնել մեր սիրտը այսօր ինչ է մտածում։ Փափագում է Աստծո խոսքը, կյանքը ունենա, խորհուրդը ունենա, թե լե իմ սրտի մեջ այդպես էլ անկյուններում պահված է, որ չարն եմ մտածում, մի բան տեսնում եմ հակառակորդս կամ մեկը, որ ինձ համար վադն է եղել, իմ մեջ այդպես է կարծիքը ձևավորվել, որ այդ մարդու վրայով մտածում եմ, մի վատ բան էլ իմանում եմ, ուրախանում եմ, հա, վատ բան է եղել այդ մարդու հետ, ես ուրախանում եմ, թե սիրտս տրտմում է իմ սրտի մտածմունքի պատճառով։ Հոգևոր սիրտը, հոգևոր մարդը տրտմում է մարմնավոր մարդու մտածմունքի պատճառով։ Այսօր այդ վստահությունը մեզի շատերիս, գիտեք, այդպես չէ այդպես վստահ լինել, որ մենք էլ Պետրոսի պես կարող ենք ասել, այո, Տեր, ես պատրաստ եմ քո հետևից գալու, բայց արդյունքում տեսնում, թե ինչքան հեռու եմ ես դրա այդ վիճակից։ Սա հոգևոր վիճակ է, գիտեք, քույրեր, եղբայրներ ջան։ Սա հոգևոր ընթացք է, ճանապարհ է, որ մենք պետք է անցնենք ինչպես։ Տերն ասում էր, եթե մեկ ուզում եմ հետևից գա, չէ՞, թող իր անձը ուրանա, խաչը վերցնե, ամեն օր իմ հետևից գա։ Սա հոգևոր պայքար է, սա հոգևոր պատերազմ է, որ եթե տեղի է ունեմ սրտի մեջ, իմ ներսի մարդու մեջ, նոր ծնված հոգևոր մարդու մեջ, ինքը գնում է դեպի աճման։ Ինքը գնում է դեպի այդ կյանքին հասնելու ճանապարհներով։ Ճիշտ է, կարող է տկար եմ, թույլ եմ, շատ բաներ, պակասություններ կան, շատ հարցերի մեջ ես էլ չեմ հասցնում, ես էլ եմ կաղում։ Հələ հավատքը հաստատված չէ, բայց իմ սրտի մտածմունքը Ռեբեկան ասում էր, եթե Հակոբն է բդիտ պես անի, էլ ինձ կյանքս էլ ինչ է պետք։ Ինչքան կարևոր է այս բանը, շեշտ է դրված, գիտեք, սա ընտրություն է, քույրեր, եղբայրներ, թող Տերը օգնե։ Եվ գիտեք ինչ տեղի ունեցավ հետո, շարունակեմ 3-րդ Թագավորաց 21-րդ գլխի մեջ, երբ որ տեսեք Եղիան եկավ ասեց, սպանեցի, ժառանգում էլ ես,
Եվ ասիր նրան, թե այսպես ասում Տերը, այն տեղը, ուր որ շուները լագեցին Նաբովտի այրունը, շուները քո այրուններ պիտի լագեն։ Հեզաբելը շատ վնասներ էր երել, շատ քույրեր եղբայրներ։ Երբ որ ես կարտամ, կմտածեմ, թե իրոք Հեզաբելի արածներից հետո հնարավոր էր այդպես վերականգնվել, դառնալ։ Եվ Տերը այստեղ հստակ խոսում է եւ Տիրոջ խոսքը հստակ է, գիտեք։ Միանշանակ հաստատուն է ու շատ արագ արձագանքեց ու ճիշտ է, մտածում եմ նաև որ երկար սպասե, որտեղ շատ անօրենություններ էր եղել Ակաբի կողմից, շատ վնասներ էր եղել, բայց համբերել էր Աստված ու եկավ այսպես վիճակ, այդպես էլ շատ անգամ Տերը կխոսի մեր սրտի հետ, գիտեք, ու երբ որ Տիրոջ խոսքը կգա, մի անարգիր Տիրոջ խոսքը, փորձե հասկանալ, թե Աստված ինչ է ասում, միշտ ապիր քո կարծիքը, ասենք ադամական բնությունից այդպես բխած միտքը դարդահայտելու, ցանկությունը կամ չգիտեմ, սրդիդ, հին մարդու սրդի թելադրանքը այդպես արտահայտելու։ Մտածիր Աստված այսօր ինչ է գործում քո կյանքում։ Կա հին մարդ, կա նոր մարդ, կա Քրիստոսով նոր մարդ, որը ավելի իմաստուն է, քույրեր եղբայրներ, Աստծո լուսով լուսավորված է, իսկ հին մարդը ամեն ինչ ասում է, կարող եմ, բայց արդյունքում տեսնում ես, որ ոչինչ էլ չի կարող, մինչև 2 անգամ խոսած ու 3 անգամ կուրանաս ինձ, սա վիճակ է քույրեր եղբայրներ ջան։ Եվ այստեղ խոսեց Եղիան ասեց, Ակաբը նրան ասեց, որ տեսավ եկել է ասում, ինձ կդար ով իմ թշնամի, տեսեք Եղիային, որ Աստծո խոսքն էր բերում իր կյանքի մեջը, Ակաբը այնքան էր այդպես արդեն չէր ուզում տանել, չէր ուզում նույնիսկ լսել ու Եղիային այդպես ասում էր, ինձ կդար ով իմ թշնամի։ Այսինքն գիտեք, չէ ինչ էր թշնամի, որտեղ իր սրտի ուզածը չէր ասում խոսում, չէ։ Այդպես էլի պատմություն կա, որ եկան մարգարեները մարգարեանում են, որ Իսրայելի թագավորը, Հուդայի թագավորը էլի Ակաբին է վերաբերվում, որ ուզում էին պատերազմի գնալ ու հարցնում էին մարգարեներից, գնանք, ու ասում է 400 մարգարեներ ինչքան, ասում են հա գնա, բայց երբ որ մեկին կանչեցին, այդ մեկը այդպես չասեց, ասեց տեսա Իսրայելի ոչխարներին, որ ծրված էին, հովիվ չլինելու պատճառով։ Հիմա քույրեր եղբայրներ ջան, կարող է մեր սիրտն շատ բան է ուզում լսել, իմանալ, բայց մենք փնտրում ենք այն խոսքը, որը հենց Աստծուց է, որը բժշկության համար է, որը շտկելու, հանդիմանելու, խրատելու համար է, թե մեր սիրտը հաճեցնելու համար, այդ մարդուն չեմ լսե, ընուրե կարող է չլսեմ, բայց այն մեկ ինձի համար լավ խոսած, կլսեմ։ Եվ այստեղ խոսեց Եղիան, երբ որ հարցրեց, թե ինձ կդար ով իմ թշնամի, եւ նա ասեց, կդա, որովհետեւ դու քեզ ծախել ես, որ Տիրոջ աչքի առաջին չարություն անես։ Ահա ես քեզ վրա չարիք եմ բերելու, ավլելու եմ քո հետևից եւ բնաջինջ եմ անելու Ակաբի համար ամեն արու մարդին եւ Իսրայելի մեջ կապվածին ու արձակվածին։ Վերջը այստեղ խոսքեր խոսած, քուրեր եղբայրներ, որ ուղված էր ու ասում էր Ակաբից քաղաքում է մեռնողին շուները պիտի ուտեն, դաշտում մեռնողին երկնքի թրջունները։ Բնավ չի եղել Ակաբի պեսը, որ իրան ծախած լիներ Տիրոջ աչքի առաջին չարություն անելու համար, որ նրան մոլորեցրեց իր Հեզաբել կինը։ Ավետարանն ասում է, բնավ չի եղել Ակաբի պեսը, ուրեմն ինչքան չարությունը շատ էր իրան, եւ նրան մոլորեցրել էր իր Հեզաբել կինը։ Եվ նա շատ կարշելի եղավ կուռքեր հետևից գնալով բոլորովին այն ամորացիների արածին պես, որոնց Տերը քշեց Իսրայելի որդկանց առաջից։ Ու տեսեք, այս ամեն ինչից հետո շատ այդպես ինձի շատ ուրախություն պարգևող այսպես խոսքեր կա գրված, որ ես կարդում եմ ու իրոք իմ ներսը ուրախություն է գալիս ինչի համար, որտեղ այսպես գրված ասում է. «Եվ հենց որ Ակաբը լսեց այս խոսքերը, պատառեց իր հանդերձները եւ իր մարմնի վրա քուրձ հակավ եւ ծոմ պահեց եւ քուրձով էր քնում եւ կամաց շրջում»։ Ինչ հետաքրքիր
կարևոր բան տեղ ունեցավ, գիտեք։ Սա էր կարևորը, սա էր, ասենք, հարցի լուծումը, բժշկություն գտնելու ճանապարհը, որ այսքան բաներից հետո, որ Ակահաբի պես չէր եղել, ինքը խոնարհվեց քուրեր եղբայրներ ջան։ Կոտրվեց իր ներսը, ինքը տրտմավ է դարանքի համար, ինքը հասկացավ ու բարձրացրեց իր կյանքի մեջ Աստծո խոսքը ու իր անձը խոնարհեցրեց, ասում է քուրցակածուն պահեց, մենք այսպես մեղքի հանդեպ, մեր սրտի վիճակի հանդեպ վերաբերմունք, մոտեցում ունենք, արձագանքում ենք, թե ասում ենք, թե լավ է, թե կանցնի քուրս եղբայրս, Աստված խոնարհներին բարձրացնում է, եղբայրը այդպես համար կարտած հաճելի է Աստծուն, երբ որ դու ընդունում ես քո վիճակը, ինչի Պետրոսը գնաց ու դառնապես լացավ, դառնապես ինքը տեսավ իր վիճակը, իր ներսը բացվավ, ու այդ լացը ապաշխարության լաց էր, որ ինքը լը չունիր Հիսուսին, իր սրտի մեջ լը կար Աստված ընդունվել էր, բայց բարձր չէր, որ իր կամքի համեմատ վարվեր, եւ սա շատ ընդունելի եղավ, գիտեք, Աստծո առաջին, այստեղ գրված է, տեսեք, ասում է, քուրձով էր քնում եւ կամած շրջում, պատկերացնում եք թակավոր մարդ, որ պալատի մեջ իշխանություն ունի մեծ, բոլորը իրան կնայեն, ինքը նույնիսկ այդ ծառաների ներկայությամբ, ասում է քրձով, մանկ ու կար ու կամած կքելեր, ոչ մեկին չանհանգստացներ, այդպես իր սրտի մեջ եկել էր այդ վիճակը, հա? Ու ինչ եք կարծում, Աստված Աստուն հաճելի էր սա, Աստուն հաճելի էր, որ ես տեսնում եմ իմ սրտի վիճակը, իմ սրտի ուզած ու հետ եմ դառնում, դառնապես լաց եմ լինում, խոնարհվում եմ, որ Տիրոջ կամքը կատարվի։ Եվ շարունակության մեջ քուրեր եղբայրներ, այսպես խոսք է գրված, ասում է, տեսնում ես, որ Ակահաբը իրան խոնարհեցրեց իմ առաջին, որովհետև նա իրան խոնարհեցրեց իմ առաջին, ես այն չարիքը չեմ բերի նրա օրերումը, այլ նրա որդի օրերումը կբերեմ չարիքը նրա տան վրա։ Աստված խոնարհների Աստվածն է, քուրեր եղբայրներ։ Եթե կխոնարհվես, եթե քո կյանքում կբարձրացնես Աստծո խոսքը, այդ ընթացքը պարապ չի անցնելու քո կյանքի մեջ։ Եվ Եսայի մարգարեությունից եմ համար կարտամ ու կան կաղոտքի 66-ի առաջի երկրորդ համարն ասում է. այսպես ասում Տերը, երկինքը իմ աթոռն է եւ երկիր իմ ոտքերի պատվանդանը։ Դա ինչ տուն է, որ շինում եք ինձ համար եւ դա ինչ տեղ է իմ հանգստության համար։ Այդ ամենն էլ իմ ձեռքն է արել եւ եղան այդ ամենը, ասում է Տերը, եւ ես սրան եմ մտիկ տալիս խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին, քուրեր եղբայրներ ջան։ Աստված իր խոսքից դողացողին, կոտրած հոգի ունեցողին է մտիկ տալիս։ Եվ ձեռքը մեկնում է եւ օգնում է, բարձրացնում է, հաստատում է, որ մեր հոգու աչքերը ավելի լուսավորվի, մենք տեսնենք ով է մեր ադամական բնությունը, մենք տեսնենք մեր չար սիրտը եւ Աստծո լույսի ներքև նորոգություն գտնենք, գալենք իր ուզած ճանապարհով։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Ամեն բանից առաջ փառք Տիրոջ, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Եղբայրներս մեր բոլորի հայացքը ուղղեցին Տիրոջ վրա, որ մենք այս բոլոր օրինակների մեջ տեսնենք, որ Տերը հայտնվել է մարդու կյանքի մեջ, որպեսզի այո եղբայրներ քուրեր, մենք ճանաչենք ինքներս մեզ եւ ճանաչենք Աստծուն։ Եվ Աստված իր որդուն է ուղարկել, ինչպես Եբրայեցիս թղթերի մեջ կարդում ենք, որ շատ կերպերով Աստված խոսել է մարգարեների միջոցով, բայց վերջին ժամանակները իր որդին ուղարկեց եւ խոսած իր որդիով։ Եվ որդին էր բուն հոր պատկերը, կերպարանքը, որ Հիսուս եկավ եւ պատմեց, որ Աստված սեր է, հայրը սեր է, եւ դուք Աստծո որդիներն եք, եթե ընդունեք ձեր սրտերի մեջ։ Եվ թող Տերը օրհնե մեզի բոլորիս, որ իրոք եղբայրներ քուրեր, այո մենք ճանաչենք Աստծուն։
ճանաչենք ոչ թե որ մենք գիտենք ինչ որ Սուրբ Գրքից համարներ, այլ ճանաչենք Աստծուն մեր սրտերի մեջ, որ Աստված իմ սրտի մեջ է բնակվում եւ ինչպես Պողոս առաքյալը չեք ասել Աստծո ճշմարտությունը իմ ներսիդիս է եղբայրներ քուրեր։ Եվ այդ ճշմարտությունը, որ Պողոսը կսե իմ ներսիդիս է, ինչի այդպես համարձակ ասում, որտեվ Պողոսը տեսավ, որ իա կյանքի մեջ, իա ներսի կյանքի մեջ, ինչպես Պետրոս առաքյալն էլ չէ, եղբայրը Պետրոսը գիտեր որ ինքը կարող է չէ, բայց երբ որ Քրիստոս հայտնվավ, եղբայրներ քուրեր, իա սրտի մեջ ինքը գիտեր որ ինքը կարող է, բայց իրականում կարող չէր, իա մեջ չկար կյանք, որ կարողանար Աստծո հետևից էր տալ, եղբայրներ քուրեր, իա մեջ կար մի կյանք, որը Աստծուն հակառակ էր, եւ դա Պետրոսը չէր տեսնում, եղբայրներ քուրեր, թեպետ 3 տարի ու կես ինքը Հիսուսի հետևից էր գնացել, բայց իա ներսի մեջ, երբ որ հայտնվավ այդ կյանքը, երբ որ ճանաչեց ճշմարտությունը իա սրտի մեջ, այո, գիտեք Պետրոս առաքյալն էլ խոնարհվավ, եւ այդպես Սուրբ Գրքի մեջ մենք տեսնում ենք, որ Աստծո սերն ու ողորմությունը, Աստծո հորդորներն ու խրատները բոլոր ժամանակներում, թե հին ուխտում, թե նոր ուխտում, եղբայրը ինչպես հիշեցրեց, որ այո, չէ, ինչպիսի մարդիկ են եղել, որոնք հակառակ են կեցել, բայց այդ հակառակության մեջ գրված է ով որ դառնա, չէ, ով որ դառնա, այդպես գրված է ճանճնա իա սրդի ախտը եւ խոնարհվի Աստծո առաջ, բժշկություն պիտի գտնե, թող Տիրոջ անունը փառավորվի, որ մենք այսպիսի Աստված ունենք, Տեր ունենք, Հայր ունենք, որ ամեն ժամանակ եղբայրներ քուրեր նա իա ողորմության համեմատ իա խոսքերով մեզ հորդորում ու խրատում է եղբայրներ քուրեր։ Եվ հիշում եք, ես իմ մտքում դրված է խոսալու մի նյութի շուրջ, որ ինչ է ուզում Աստված մեզ տալ մեր կյանքի մեջ։ Իհարկե մենք շատ բաներ ունենք Աստծուց խնդրելու, բայց տեսեք, երբևէ մտածում ենք, թե լավ, իսկ Աստված ինչ կուզե մեր կյանքի մեջ տա, ինչ է պատրաստել ինձ ու քեզ համար Տերը, եղբայրներ քուրեր։ Եվ երբ որ Հովհաննես ավետարանից պիտի հիշեցնեմ այն հատվածը, որ Հիսուսը Սամարիայի աղբյուրի մոտ նստած էր, գիտեք, չէ՞, պատմությունը մոտեցավ մի կին, որը սամարացի էր, եւ Հիսուսը ջուր ուզեց իրանից, եւ այդ պատասխանը, չէ, սա դու աման էլ չունես, որ ինձ ջուր տաս, եւ Հիսուսը ինձ ասավ, եթե դու գիտենայիր Աստծո պարգևը, եղբայրներ քուրեր։ Մեր բոլոր խնդիրները, եթե Պետրոսը գիտենար, չէ, խորը գիտենար, եղբայրներ քուրեր։ Եվ եթե բոլոր այո մարդիկ, որոնք հաղորդ են եղել Աստծո հետ, Աստծո խոսքի հետ, գիտենային այդ խոսքի կարևորությունը, ինչի Աստված խոսել է իա հետ, ինչն է այդ խնդրի հետևանքը, եթե գիտենայր Աստծո պարգևը, եղբայրներ քուրեր։ Ուրեմն չգիտենալու հետևանքով է, որ մենք ինչ է տեղի ունենում մեր կյանքում, քույր եղբայրներ ջան։ Աշխարհն էլ է այդպես, չէ՞, աշխարհում որսենք մեր բանում չենք իմանում, չէ՞, սխալներ ենք թույլ տալիս, պարտություններ ենք ունենում, հոգևոր կյանքում էլ այդպես, եղբայրներ քույրեր։ Եթե մենք հոգևոր կյանքում չենք իմանում Աստծո կամքը, դրա համար թղթերի մեջ Պողոս առաքյալը չերում է, որպեսզի գիտենաք Աստծո կամքը, ճանճնաք Աստծուն, Աստծո կամքը գիտենալ կնշանակե ճանաչել Աստծուն, ճանաչել որդուն, Աստծո կամքը ինչի համար է Աստված իա որդուն ուղարկել, նպատակը ո՞րն է իմ կյանքի մեջ, քույրեր ջան, քո կյանքի մեջ, ո՞րն է նպատակը։ Դրա համար Հիսուսը ասում է այդ մասին, կարևորում է եւ Աստված Հիսուսը որ երկրի վրա էր, նա մենք գիտենք, չէ՞ շատ հրաշքներ, զորություններ էր գործում։ Եվ միգուցե շատերի կյանքի մեջ հավատք էր ձևավորվել, որ Հիսուսը մեր ինչն էր հացով կերակրեց, գիտեք, չէ՞, 5000 հոգի կերակրվել էին, եկել են Հիսուսին թագավոր կարգեն, բայց միթե Հիսուսը դրա համար էր եկել։ Միթե Հիսուսը եկել էր, որ ինձ ու քեզ
այդպես ինքը օրհներ հացը բազմանա ու վերջ ավարտվի մեր հավատքի կյանքը այսքանով Տերը օրհնե եղբայրներ քույրեր ջան միթե սրա համար է Հիսուսի աշխարհ գալը եւ այսպես շատ օրինակներ մենք կարող ենք բերել որ այո եղբայրը հիշադակ է չէ որ քույրերի աչքերը բժշկվել հրաշքներ է տեղի ունեցել եւ միթե միայն Հիսուսը սրա համար է եկել եղբայրներ քույրեր ջան Չէ որ Հիսուսը ավելի կարևոր մի բանի համար է եկել, որ ինձ ու քեզ հորը մոտեցնե եղբայրներ քույրեր։ Ինձ ու քեզ դարձնե իր ժառանգը։ Այն խոստումի համեմատ, որ Աստված տվել է եղբայրներ քույրեր ջան։ Եվ դրա համար ես կուզեմ կարդալ նախ հայտնության գրքից որտեղ այսպիսի խոսքեր է գրված դա 7-րդ գլխի մեջ է գրված կարդամ 13 խոսքից ու երեսներեն մեկ ինձ իսավ ասոնք որ ջերմակ հանդերձներ հակած են ով են եւ ուշք եկան ես էլ ասի անոր Տեր իմ դու գիտես Հովանես Արաքյալի չէ ինքը հայտնություն է ունեցել եւ այդ հայտնության մեջ զրույց կերտար եղբայրներ քույրեր գսե ով են գսե Տեր դու գիտես Իսկ մենք գիտենք ով են եղբայրներ քույրեր Գիտեք շատերս չգիտենք ուղղակի մենք բառացի կկարդանք այդպես գիտենք որ գրված է ովքեր են իրանք բայց իրականության մեջ եկեք հասկանանք տեսնենք ով են նրանք Ես էլ ասի անոր Տեր իմ դու գիտես սավ ընձի ասոնք են մեծ նեղություն են եկողները որոնք իրենց հանդերձները լվացին ու զանոն գառնուկի այրունով է ջերմակացրին եղբայրներ քույրեր ասոնք անոնք են որ ինչ է տեղի ունեցել ինչ է եղել ասոնք անոնք են որ իրենց հանդերձները լվացին ու գառնուկի այրունով է ջերմակացրին Եղբայրներ քույրեր մենք տեսնում ենք որ եւ այդպես այո ջերմակ հանդերձները դրանք Աստծո չէ սուրբերի ինչն է աշտարության խորհուրդն է աշտարության խորհուրդն է եղբայրներ քույրեր ջերմակ հանդերձը դա աշտարության խորհուրդն է որտեղ աշտարները պիտի ժառանգեն Տիրոջ խոստումները եղբայրներ քույրեր ջան եւ Հիսուս եկել է որ իմ ու քո կյանքի մեջ Աստծո աշտարությունը հաստատի Այո մենք կարդում ենք չէ որ կխնդրեք Աստծո թակավորությունը եւ անոր աշտարությունը եղբայրներ քույրեր Աստծո աշտարությունը պիտի իմ ու քո կյանքի մեջ կա եղբայրներ ջան քույրեր ջան եւ դրա համար Հիսուսը եթե դու գիտենայր Աստծո պարգևը Եվ Աստծո պարգևը չճանաչելով շատերը եղբայրներ ջան քույրեր ջան իրանց աշտարությունը կհաստատեն Եվ սա իրական է Եվ մեր մարդկային մեր կյանքում էլ սա հայտնի է Եթե Պետրոսը ճանչնար Քրիստոսին ինքը իր խոսքը առաջ չէր տանի Չէ Պետրոսը ասավ Տեր ով ուրանա եղբայր ես չեմ ուրանա Ով ուրանա, ես չեմ ուրանա, մինչև իմա քու կամքո հետևից է, որտեղ չես ճանչնա Աստծո աշտարությունը եղբայրներ քույրեր ջան։ Եվ այս մասին Հիսուսն է խոսել իր քարոզչության ժամանակ եւ հետեւյալն եմ կարդում Մատթեոս 5-րդ գլխի 20 համարից Քանզի կսեմ ձեզի Եթե ձեր աշտարությունը դպիրների ու փարիսեցիների աշտարությունն ավելի չլա, բնավ պիտի չմտնեք երկնքի թագավորությունը։ Եղբայրներ քույրեր, որն է դպիրների ու փարիսեցիների աշտարությունը։ Եվ սա Հիսուսը խոսում է ժողովրդի հետ, իրեն հավատացողներին, ովքեր լսում են իր խոսքերը, ովքեր հավատում են Քրիստոսին, Նրանք պիտի կանգնեն այս խոսքի առաջ եւ խորեն, քանզի կսեմ, եթե ձեր աշտարությունը դպիրների ու փարիսեցիների աշտարությունն ավելի չլա,
Հիմի ո՞րն է այդ աշտարությունը, որ մենք պիտի ավելին ունենանք, եղբայրներ քուրեր։ Երբ որ մեր կյանքի մեջ մի հատ ինչ որ մարմնավոր կյանքի մեջ մի հատ պակասություն կա, մենք հանգիստ չենք նստի, չէ՞, այնպես չէ, եղբայրներ քուրեր ջան։ Մարմնավոր ինչ որ մի հատ բան պակաս է, մենք ասենք, այս բանը պակսել է։ Ու կուզենք դա ավելացնենք։ Երբ իսկ մտածում ենք, որ իսկ ո՞րն է այդ աշտարությունը, որը եթե ավելի չեղնի, այսինքն փարիսեցիների եւ թփիրների աշտարությունը հետեւյալն էր, չէ՞, որ Տեր երկու հոգի մտան տաճար աղոթք ենելու, Հիսուսը արագով ասեց, չէ, եւ ինչ կաղոթեր փարիսեցին։ Ղուկաս ավետարանի մեջ է գրված այդ մասին, ասե Տեր շնորհակալ եմ, որ ես մեղավորի պես չեմ կողանա, չեմ ցանկանա, սուտ վկայություն չեմ ենե, իմ ստացված կես տասանորդը քեզի կուտամ։ Սա է փարիսեցիների եւ սադուկեցիների աշտարությունը, որ ես այս մեղավորի նման չեմ, եղբայրներ քուրեր։ Մենք էլ այդպես գիտեք աղոթք ենենք։ Տեր, ես այս մեղավոր մարդկանց նման չեմ, այս բանը չեմ ենե, եկեղեցի կուկամ, աղոթք ենեմ, Սուրբ Հոգով ջրով մկրտված եմ։ Բայց միտե սա է այն աշտարությունը, որը Աստված կուզե մեր կյանքում տեսնի, որ բայց չէ որ մենք արտացինք սե եւ անոնք իրանց հանդեսները ճերմակացրին քառնուկի այրունով, չէ՞, քառնուկի այրունով, եղբայրներ քուրեր։ Հիշում եք մի մեղավոր կին, որ քաղաքի մեջ ինքը մեղավոր էր եւ գիտեն որ նա մեղավոր էր, որոշեց, իմացել էր, որ Հիսուսը փարիսեցի Սիմոնի տունն էր նստած, բայց որոշեց մոտենա Հիսուսին, եղբայրներ քուրեր։ Եվ ինչ տեղի ունեցավ, որ նա մոտեցավ Հիսուսին եւ Հիսուսից խոսք եկավ, չէ, յակյանքի մեջ։ Եվ փարիսեցի Սիմոնը ինչ կմտածեր, ինչ կխորեր, որ եղբայրներ ջան։ Չեք եթե ասում մաշկարեղներ ինքը պիտի գիտենար ով է իրան, կպնողը, ով է իրան կպել, մոտեցել իրան։ Բայց Հիսուսը ասո շատ մեղքեր ներված են, եղբայրներ քուրեր։ Եթե մեղքերը ներված են, ուրեմն ինքը աշտար է։ Եթե ներված է, վրա մեղք չկա, ուրեմն ինքը աշտար է, եղբայրներ քուրեր։ Իսկ ինչի շնորհիվ աշտարացավ, եղբայրներ քուրեր։ Ինքը չէր դատարել, չէ՞ այդ մեղքից, բայց ինքը հավատաց եւ Քրիստոսին մոտեցավ։ Հավատաց որ իա աշտարությունը այդ մեղքեր չգործելը չէ, իա աշտարությունը Քրիստոսին հավատալն է, որտեղ Քրիստոսն է մորտված քառնուկը, հիշում եք սա Հովհաննեսի քարոզությունը, ահա Աստծո քարը, որ ինչ պիտի վերցնե, աշխարհի մեղքը պիտի վերցնե։ Ինքը հավատաց որ ով կնա իա մեղքը վերցնե, եղբայրներ քուրեր, մենք կնայինք մեր մեղքերին քավություն ունենք։ Թեպետ այն ամենասպես մարդկային մոտեցում կա, չէ՞, մեծ մեղքեր ու մենք ունենք, չէ՞, մեծ մեղքեր, փոքր մեղքեր, այդպես։ Այդ փոքր մեղքերի համար մենք քավություն կնայինք ենենք, որ թողություն ստանանք։ Բայց այս կինը հավատաց, եղբայրներ քուրեր, ճանչցավ Աստծո աշտարությունը։ Եվ ճանչնալով Աստծո աշտարությունը, թեպետ գրված է, չէ՞, սա ամբողջ քաղաքում մի հատ մեղավոր կին կար, այդ քաղաքը գիտեր որ այդ կինը մեղավոր էր։ Եվ նույն պատմությունը նույն Հովհաննես ավետարանի մեջ կա, չէ՞ որ մի կնոջ բերել էին քարկոծելու։ Եվ Հիսուսով գնա ես էլ քեզի չեմ դատապարտել, բայց գնա եւ այլևս մեղք մի գործե։ Եվ ինչ մարդը սկսեց մեղք չգործել, եղբայրներ քուրեր, հավատալով Քրիստոս աշտարությանը։ Եվ այս աշտարությունն է, որ մարդու կյանքի մեջ աշտարը կարող է Աստծո գործի մեջ ապկանգնել։ Աշտարները Աստծուն կծառայեն, այդպես է գրված, ես կկարդամ քիչ հետո այդ համարները։ Եվ օրինակ կուզեմ բերեմ մենք Իսրայելի ժողովրդի կյանքից 10-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը հետևյալը կգրե Իսրայելի ժողովրդի համար, այսպես է գրված Հռոմեացիների 10-րդ գլխի մեջ. Վասնզի անոնք Աստծո աշտարությունը չճանչնալով
իրենց արտարությունը հաստատել ուզելով, եղբայրներ քուրեր։ Մեր կյանքում ինչքան դեպքեր եղել, որ մենք մերն ենք հաստատել ուզել։ Օրինակ եղբայրները հիշեցին, չէ՞, Պողոսը Պետրոսի խոսքը չեք ուզեր հաստատել։ Տեր թունցի լավ չես ճանչնա։ Թագավորները իշխանություն ունեին, բայց իրանց իշխանությունը կուզեին հաստատեն, իրանց փառքը կուզեին հաստատեն։ Եվ այսօր էլ մենք էլ մեր արտարությունը կուզենք հաստատենք, եւ Իսրայել ժողովրդին Աստված ընտրել էր, Եգիպտոսի երկրից հանել էր, չէ՞, հրաշքներ, զորություններ, նշաններ երել էր, բայց չճանչեցան Աստծո արտարությունը։ Ինչ կմտածեք, իրանք որ չճանչեցան, կարող է ես էլ չեմ ճանչնա Տեր քո արտարությունը դու իմս հաստատել ուզելով, ինչ կենեմ, անհնազանդ կեղնեմ Աստծո արտարությանը, եղբայրներ քուրեր։ Եվ փարիսեցիները, չէ, փարիսեցիները Իսրայելի ժողովուրդը ուր հասավ, փարիսեցիների ու սադուկեցիների կարգավիճակին հասան, որ իրանց արտարությունը կհաստատեն, չէ։ Այս բանը չեն կենե, այս բանը չեն կենե, այս բանը չեն կենե, բայց հաշտամ այդ բաները չենելով ով կրնար կանգնել Աստծո ներկայության առջև։ Կարող են կանգնել եղբայրներ քուրեր։ Իհարկե չեն կարող կանգնել։ Եվ դա մարդը չի հասկանում, որ այդ բաները չենելով դու չես կնա կանգնես Աստծո արտարության առաջ։ Բայց ովքեր որ ճանաչեցին Աստծո արտարությունը, դրա համար Պողոս առաքյալն էլ չէ, ինքն էլ էր, չէ, նախանձախնդիր, փարիսեցի, չէ։ Բայց ինչ կատարվավ իր կյանքի մեջ, ինքը վերջը օրենքի կողմանե գրված է, չէ՞, ասեն ինչ էր օրենքի կողմանե անարատ է, չէ՞։ Բայց տեսա որ Աստծո առաջ ինչ կանգնեմ։ Չես կնա Աստծո առաջ կանգնել, եղբայրներ քուրեր։ Աստծո սրբության, Աստծո հոր արժեվ երկինք ինչ մտնիմ։ Որտեվ երկնքում մի հատ միջոց կա մտնելու, մի հատ դուռ կա։ Քրիստոս դուրն է, որը այրուն է թափեքող գոտայում մեղավորի համար։ Եվ ես արտարացած չեմ կառնուկի այրումնով, ես արտարեմ ինձ համարում, որտեվ այս բանը չեմ ենե, այն բանը չեմ ենե, այն մեղավորի նման էլ չեմ։ Եվ մարդկանց ինձնից բարձր կտեսնեմ, եղբայրներ քուրեր։ Բայց այն հոգիները, ովքեր որ Քրիստոսի արտարությունով են արտարացած, Աստծո արտարությունն են ճանչցել, իրանք իրանց անձերը հեչ մեկից բարձր չեն տեսնի, եղբայրներ քուրեր։ Եկեք անկեղծ եղնենք մեր մարդկային հարաբերությունների մեջ, որ մի հատ ընթարումներ են տեղի ունեցել։ Մենք ինչ ենք փորձել անել։ Մեր կռիվը ինչն է եղել։ Որ այդ խոսակցության մեջ, վիճաբանության մեջ մենք կռիվ ենք տվել, որ ես եմ արտարը, թե չէ։ Ուզեցել ենք ամեն ինչ ցույց տալ, որ այդ դուր ես այս բանը երել եմ ոչ թե նոր համար, արտարությունս ինչի մեջ է, այդ դուր անձ ես խոսքը չսեիր, ես քեզ այդ բանը չենե։ Դուր ասպես էցի, ես դուր համար այս բանը երեցի։ Սա մեր արտարությունն է, եղբայրներ քուրեր։ Եվ բոլոր մեր կյանքի օրերի մեջ մենք միշտ առաջվենք, գիտեք, մեր արտարության հետ եւ Աստծո արտարության հետ։ Բայց այն անձնավորությունները, ովքեր որ ճանաչում են Աստծո արտարությունը, եթե դու գիտենայիր Աստծո պարգևը, այսինքն դու ճանաչում ես, սիրտդ բացում ես Աստծո խոսքի առջև։ Եվ գրված է, քանզի օրենքի վախճանը Քրիստոս է ամեն հավատացյալի արտարության համար։ Այսինքն դու քո սիրտդ բացես կա Աստծո առաջ։ Եվ Գործք առաքելոցի մեջ նայեք ինչ է գրված։ Կարդամ այդ համարը Պողոս առաքյալի կյանքում է դա տեղի ունեցել։ 22-րդ գլխի մեջ Պողոսը վկայ գիա դարձը։ Ինչ ինքը դարձի եկել։ Երբ որ ինքը լույսը ծագել էր իր վրա, կուրացել էր, չէր տեսնում, եկավ Անանիայի մոտ եւ ինձ ասավ.
Եվ ինձի եկավ ու քովս կանգնեցավ սավ, Սավուղ եղբայր վեր նայ, ես էլ նույն ժամին վեր նայեցա իրան եւ անիկա սավ, մեր հայերի Աստվածը առաջունե քեզ ընտրեց, որբիսի իր կամքը ճանչնաս ու այն աշտարը տեսնիս։ Աշտարը, որը մեղավորի համար պիտի խաչվի, եղբայրներ քուրեր, որբիսի դու էլ այդ աշտարությունով ապրիս։ Երբեք Հիսուսը ինձ ու քեզ չի մեղադրել, եղբայրներ քուրեր, բայց շատ անգամ մենք մեղավորներ մանկու կանք, որբիսի մեզի աշտարացնենք։ Եվ թող Տերը օրհնե մեզի բոլորիս քույր եղբայրներ ջան, որբիսի այո, եւ Հիսուսը չէ առակի մեջ ինձ, բայց կար մաքսավոր, որը յակուրսը գցեց էր ու քսերտերները մեղավորիս։ Եվ խոսքս պիտի ավարտեմ 61-րդ Սաղմոսը կարդալով։ Այսպես է գրված 8 խոսքից. Քանզի ես Տերս աշտարությունը կսիրեմ։ Դիք այդ աշտարությունը չէ, որ ես պիտի ապացուցեմ, որ ես այդտեղ աշտար եմ եղել, որ Տերն էլ ինձ սիրե, կռիվ կուտամ դուր համար։ Տերը Քրիստոս աշտարության մասին խոսա եղբայրներ քուրեր, որտեղ մարդկային աշտարությունը Աստծո առաջ անմաքուր է։ Քանզի ես Տերս աշտարությունը կսիրեմ, անիրավությունն ու հափշտակությունը կադեմ։ Մենք որ կաշտարանանք, մեր աշտարության հիմքում ի՞նչն են գած, դիմացինին մեղավոր հանենք, որ ես աշտար եմ։ Բայց Քրիստոս աշտարության հիմքում ի՞նչն էր ընկած։ Աստծո աշտարության հիմքում ի՞նչն էր ընկած։ Նա որ աշտար էր, մեզի համար մեղավոր սեպեց, որբիսի մենք Աստծո աշտարներն եղնենք, եղբայրներ քուրեր ջան։ Սա Աստծո աշտարությունն է։ Իրա անիրավությունը ու հափշտակությունը կադեմ, իրավցնե անոնց գործերի վարձքը պիտի տամ եւ անոնց հետ հավիտենական ուխտ պիտի նեմ։ Անոնց սերունդը ազգերի մեջ, անոնց տղակները ժողովուրդների մեջ պիտի ճանճցվին։ Եղբայրներ քուրեր։ Աստծո աշտարների մասին է խոսքը։ Աստծո աշտարները ճանճցված են, գիտեք։ Զանոնք բոլոր տեսնողները պիտի գիտնան, թե անոնք Տիրոջ օրհնած սերունդն են։ Եղբայրներ քուրեր, տեսնիք է։ Ես Տիրոջմով մեծապես պիտի ցնծամ ու իմ հոգիս իմ Աստծմովս պիտի ուրախանա, քանզի ինձի փրկության հանդերձներ հագցրեց, զիս աշտարության պատմուճանով ծածկեց։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Փեսայի պես, որ իրեն փառավոր խոյրը կտնե ու հարսի պես, որ իր զաշտովը կզաշտարվի, քանզի ինչպես երկիրը իր տուն կկաճեցնե ու պարտեզը իր մեջ ցանվածը կփուսցնե, այնպես Տեր Եհովան բոլոր ազգերի առջև աշտարություն ու գովություն պիտի փուսցնե։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ քուրեր։ Տերը պիտի ներս գործի իմ ու քո կյանքի մեջ, բայց ես կուզեմ ճանճնամ այդ աշտարությունը, կուզեմ այդ ճանապարհով քայլեմ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։